Ողջույն ժողովուրդ ջան, այսօր ձեր հետ կկիսվենք շատ հետաքրքիր ճաշատեսակով։ Հիմա արագի մեջ Ջուլիան կներկայացնի պատրաստելու համար ինչ ա մեզի հարկավոր ու կխնդրեմ վիդեոն մինչև վերջ դիտեք, որ հասկանաք ոնց ենք պատրաստելու։ Մենակ կարամ ասեմ, որ շատ հետաքրքիր ձևով ենք պատրաստելու։ Մենք մեր ընտանիքով շատ ենք սիրում։ Հիմա Ջուլիան կներկայացնի։ Ողջույն բոլորին։ Ուրեմն ճաշը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է տավարի միս, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, կարմիր եւ սև բիբար, աղ, կարագ, կանաչ լոբի, բիբար, լոլիկ եւ համեմա մեզ անհրաժեշտ, ողջույն։ Դե ուրեմն մեզի պետք է որ միսը աղանք, ճիշտ է։ Անպայման աղացած միսով ենք պատրաստելու։ Դու բանջարեղենները մաքրել ես, հիմա պետք է իրենց կտրատես։ Կտրատենք։ Ես ուրեմն միսը կտրատեմ, դու էլ բանջարեղենները։ Գնացինք։ Ես հիմա ջուրը չափեմ, բանջարեղենները։ Մեր դեպքում փափուկ տավարի միս է, ժողովուրդ ջան, թարմ։ Իան պետք է որ մենք մսաղացով իան աղանք։ Ուրեմն լոլիկը որպեսզի կարողանանք հեշտ մաքրել, ուղղակի դանակի օգնությամբ մի քանի հատ ծակ ենք անում լոլիկի վրա եւ ուղարկում ենք ջերման ջրի մեջ։ Նախորդ եռացել ենք ջուրը։ Նախորդ բանջարեղենները լվացել ենք, պոմիդորը, պղպեղը, լոբին լվացել, մաքրել ենք։ Կտրատում ենք սոխը, լուսնաձև ենք կտրատելու սոխը։ Իսկ ջուր, մեկ էլ բերե կիսվենք, ինչով է տարբերվում այս ճաշը։ Ինչով է տարբերվում, ուրեմն փոքր ժամանակ մեր երեխաները, քանի որ տավարի միս չեն սիրել, յուղոտ միսով, այսինքն այսպես կտորներով ճաշ եթե պատրաստեն, մտածեցի ինչ ճաշ պատրաստեմ, որ ուտեն, բայց աղացած մսով շատ են սիրել, նույն կոնոլակի նման։ Աղացել եմ միշտ միսը, փոքր ժամանակ պատրաստել եմ այս ձևով ճաշերը մեծ հաճույքով կերել են։ Նու համ երեխաներն են կերել, համ էլ մենք ենք վայելել ճաշը։ Ում երեխաներն էլ չեն սիրում խաշած միս, փորձեք այս ձևով պատրաստել ապուրների, ինձ թվում է դուրները կգա երեխաների։ Ես ճիշտ հասկացա, ինքը տարբերում է, որ պետք է իան աղացած մսով պատրաստես։ Աղում ենք ֆարշը, բռնում ենք նույն ձև ողջան։ Ես ավելի հետաքրքիր կլինի, երբ մանրամասը ցույց տամ։ Դրա համար ժողովուրդ ջան, կխնդրենք անպայման վիդեոն մինչև վերջ դիտեք, շատ հետաքրքիր ճաշ ենք պատրաստելու, որ մանրամասը սաղ բացատրելու ենք։ Ողջան, այս սոխը պետք է աղանք։ Ես հիմա տեղադրեմ ստեղ, որ աղանք ֆարշի հետ, մնացած սոխը ես կտրատեմ։ Պարզա։ Մեկ հատ փոքր սոխ տավարի մսի հետ պետք է աղանք։ Եթե լոբի չեք սիրում, կարող եք լոբի չավելացնել։ Ուղղակի քանի որ հիմա մեզ մոտ սեզոնն է կանաչ լոբի։ Ջուր բավական է, չէ՞ միսը, ինձ թվում է։ Հա, ողջան, հա։ Դե բեր գիտես ոնց անենք, ավելի լավ կլինի ամբողջը աղանք, ջոյլ։ Հաջորդ այս նույն աղացած մսով մենք կպատրաստենք բան, ինչ են ասում, ասեցինսկի պերոգ պատրաստենք։ Ճիշտ է։ Չէ՞։ Մի անգամից միսը կաղանք, հաջորդ տեսանյութում էլ չենք աղա միսը։ Ուրեմն ժողովուրդ ջան, բերեք այս ձևի անեմ։ Այս վիդեոյի մեջ չեք տեսնի, հաջորդ վիդեոն կտեսնեք այս նույն մսով կպատրաստենք ասեցինսկի պերոգ, որովհետև մեզի մենակ ֆարշն է անհրաժեշտ, չէ՞, ուրիշ բան ստե չենք ավելացնելու։ Չէ։ Մենք աղացած միս ուղղակի կկիսենք հավասար երկու մասի, արդեն ոնց ենք համեմելու, հաջորդ տեսանյութում ցույց կտանք։ Հասկանալի է ժողովուրդ ջան։ Կտրատեցի ջուլ։ Սոխը հավող։ Իսկ թվում է երևի ավելի հետաքրքիր կլինի, ժողովուրդ ջան, դուք երևի երաժշտություն վայել եք, մենք էլ կսկսենք համ կտրատել, համ էլ աղալ։ Գնացինք։ Առավոտը բացվում է մեր տան լույսով, ջերմ խոսքերով ու սիրով
հոգով անսահման տան մեջ ուրախ երգերն են հնչում միասին ապրում ենք ամեն մի վայրկյան ուր էլ գնանք միասին ենք մենք սրտերում արև ու բարի երազներ յութուբյան ընտանիք ուրախ օրերով Տավթյան family լի ժպիտներով ընտանիք սեր ու երջանիկ օրեր ծիծաղով լցված մեր բոլոր երեկոներ համեղ խոհանոց ու ջերմ հայացքներ Տավթյան family սիրո պատմություններ Տես աղցիկը միանում է նորից Հիշողություններ ենք պահում ամեն օր Փոքրիկ պահերը դառնում են մեծ երգ Որ լսում է աշխարհը սիրով լի սրտով Եթե կողքիդ ընտանիքն է քոնը Ամեն դժվարություն հեշտ է անցնում Սերը տան մեջ միշտ երգ է դառնում Ու երջանկությունը երբեք չի մարում Ընտանիք սեր ու երջանիկ օրեր Ծիծաղով լցված մեր բոլոր երեկոներ Համեղ խոհանոց ու ջերմ հայացքներ Ուրեմն ժողովուրդ ջան, երաժշտությունը վայելեցիք, ուրեմն մենք ֆարշը արդեն աղացել ենք, Ջուլիան բանջարեղենները արդեն Կտրատեցի, ահա լոլիկը կլպելուց հետո անհրաժեշտ է կտրատել Ուրեմն մեր դեպքում ֆարշը մի քիչ շատ է, քանի որ պայմանավորվել էինք, պետք է մենք այս մնացած ֆարշով պատրաստենք ասիցինսկի պերոգ, հիմա մենք յան այսենց կխառնենք, չէ, քանի որ սոխ կա մեջը։ Ու հետո ինչքան մեզի անհրաժեշտ է, այդքան կվերցնենք։ Հաջորդ տեսանյութին պետք է մսով պիրոգ պատրաստենք, էլ չենք աղա արդեն տեսանյութին։ Ջուլ, դու ինչ ես անելու։ Ինձ մնացել է համեմը կտրատել։ Դե կտրատի դու համեմը, մինչև ես աղամ։ Մեր ֆարշը արդեն խառնվեց։ Մի քիչ համեն ֆարշի մեջ ենք ավելացնելու, մի քիչ էլ ճաշի եփվելուց հետո։ Հալալ կես անեմ, Ջուլա, ինձ թվում է։ Չէ, ողջան, շատը պիրոգին, քիչը ճաշի։ Ինչքան, այսքան ճաշի համար այսքան հերիքա։ Ահա, էսի պիրոգին են ու ճաշի։ Այ մեկ ճաշի համար ինչքան միս էր անձի ասա աղա։ Այսենց բավական է ինի ջուլ։ Մի քիչ են ողջան։ Հա։ Ահա։ Այնքանը մեզի ֆիքս։ Բայց որ սպասեք հաջորդ վիդեոյում շատ հետաքրքիր պերոգ ենք պատրաստելու։ Всё, ջուլ, էսի դու ծածկի, սար նրան տեղափոխի։ Ուրեմն Ես անցնեմ։ հիմա մեզի պետքա որ համեմենք, չէ՞ ջուլ։ Հա, ողջան։ Համեմունքները դեռ դրակա, վերցրու, հեսա ես եմ։ Ուրեմն ամենաառաջինը ավելացնում ենք աղ։ Սև բիբար, մեր դեպքում սև բիբարը մռու է։ Մի քիչ ենք ավելացնում, քանի որ մեր երեխաները մռու չեն սիրում։ Եվ ավելացնում ենք կարմիր բիբար։ Մեր դեպքում մռու չի քաղցր է, ու կարանք մի քիչ շատ ավելացնենք։ Այդ կանաչին ես ավելացնեմ, ողջան։ Բեր ջուր մի րոպե։ Всё, լավ։ Եվ պետք է յա տնավարի այսենց։ Լավ խառնենք ժողովուրդ ջան։ Ջուլ, բայց ձուել չէ՞ պետք է ավելացնենք։
Ուզում ես ավելացնեմ մի անգամից։ 1 հատ ձու։ 1 ճաշիկ թալ ալյուր։ Եվ այս ամբողջը պետք է այսպես հավեսին յան խառնենք։ Ասեմ, որ շատ հետաքրքիր է։ Հետաքրությունը միայն ջուլ, ինքը շատ համեղ է։ Շատ համեղ է ստացվել։ Տարբերական երեխաների խաբելու համար, որպեսզի միս ուտեն։ Բայց մենակ երեխաներին չի, խի մեծերն էլ են։ Դե մեծերը պարզ է։ Կարելի է նաև սմբուկ ավելացնել ճաշի մեջ։ Էլի շատ համեղ է ստացվում։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեր ֆարշը արդեն պատրաստ է։ Հիմա Ջուլիա, հանձնում եմ քեզ ֆարշը։ Սկսում ենք հավաքել, ոչ։ Ուրեմն կացան տուրնձի։ Երևի այստեղ դնենք, որ մեզ չխանդա։ Բայց երևի տեղափոխենք, հա ջուր։ Բանջարեղենները բերենք մոտիկ, որ ես կարող եմ հավաքել։ Շատ ճիշտ է սա։ Այսպես անենք, տեղերով փոխենք։ Ուրեմն Կացայի ներքևի մասում ավելացնում ենք կարակ։ Հեսա ողջ ընդանակ։ կեսը Երկու բավական է։ կտոր փոքր ով։ Այսպես Որտեղ շերտերին պետք է իր ընթացքում ավելացնել։ 1 2 անպայման պետք է 2 կտոր լինի։ 2 կտոր չէ լավ չի լինի ժողովուրդ։ Ուրեմն ամենաառաջինը ինձ թվում է սոխ, չէ՞ ջուլ։ Այո։ Այսինքն սոխը ու էլի եմ կրկնում ժողովուրդ ջան։ Ինչ որ պատրաստելու եք, պետք է հավեսով անեք։ Որ ձեր մոտ շատ լավ ստացի։ Այսինքն Հետո ավելացնենք լոլիկները, ողջ ընդհանրով հյութն էլ կարաս հետո միանգամից ավելացնես։ ամբողջը ջուր։ Կեսը։ Մի հատ ներքևում, մի հատ վերևին մասում։ Всё բավական է։ Հաջորդը կարտոֆիլը, չէ՞ ջուր։ Ջուր դու չես անում միսը։ Չէ, որ մի շերտ բանջարեղեն ենք շարում, վերևը միսը, մեջտեղի մասը միսը, նորից բանջարեղեն։ Պարզ է, դե Ու բացատրի։ հավասար երկու մասի ենք կիսում բանջարեղենները։ Իսկ դու մասի կտրատես երկու կտոր։ Բայց սոտո։ Այսինքն սիրուն յան տեսք եք տալի ժողովուրդ ջան։ Այ այս ձև։ Ջուր ինձ թվում է կարակը մի կտոր էլ ավելացնեմ, հա, փոքր։ Իմաս, բեր այսպես, այս ձևը։ Շերտ հավաքում ենք ճաշը։ Հատ այստեղ ժողովուրդ ջան։ Երկրորդը այ այստեղ։ Բռնել ջան։ Ստում այն նոր յա տեսքը ստացանք։ Ուրեմն հաջորդը ավելացնում ենք պղպեղ։ Մի շերտ լոբի ենք ավելացնում։ Այսպես։ Ձեռքերը մի քիչ ջուր ենք անում, որպեսզի միսը չկպնի ձեռքերին եւ միսն ենք։ Այս ձևի տեսք ենք տալի մսին։ Եվ տեղադրում ենք ճաշի մեջ։ Ասեք, որ լրիվ ամառային գեղեցկություն է ժողովուրդ ջան։ Բայց ոնց կարա մարդ չպատրաստի ընտանիքի հետ չնստի ու հավեսի չվայելի։ Նորից ենք միսը տեղադրում եւ մեկ շար պետք է միսը տեղադրենք եւ վերևը նորից բանջարեղենները։ Մոռացանք աղանենք։ Հա։ Հա, ոչինչ, շատ խոսացինք ժողովուրդ ջան։ Ոչինչ։ Լավ, հիմա Ճիշտ ձեռքով։ ժամանակին հիշեցինք, աղ ենք ցանում։ Այ այսպես։ Ոչ, չենք ուշացել։ Բիբար, սև բիբար, կարմիր բիբար, ոչ են։ Բեր ջուր, կարմիր բիբար, սև բիբարը քիչ կանենք, քանի որ մեր մոտ մռու է։ Կարող ենք չանել, որ Բեր վերջում չանենք։ մի վերևի շերտը մի քիչ կանենք։ Այս է ձեռքով։ Բանը մոռացել ես, լավ ռոլի լիստը ջուր։ Անենք այս անգամ։ Ուզում ես, չես ուզում անենք։ Լավ, մեկ հատ կդնենք, հեսա միսը շարենք։ Եվ ավելացնում ենք լավ ռոլի լիստը։
Էս էլ համարը վերջացրեցի ողջան։ Մնաց 3 հատ։ Դե հենց կարկրած ջուլը, հենց էլ հերիք արեց հենց միսը, չէ։ Աչկա չափով չէ։ Եվ մի հատ մեջտեղի մասը, հա, 2 երեք։ հատ։ Սկսեմ 2 հավասար մասի, 2 հատ էլ դնենք եւ նորից բանջարեղեններ սկսենք շարել։ 1 հատ էլ կողք։ Բայց կարաս այստեղ տեղադրես ջուլ, էսի մեջտեղը թո մնա, էսի մի քիչ եանդի։ Ավելի։ Տեսականը։ Լավ կան ես քեզ օգնեմ։ Այսենց ժողովուրդ ջան։ Որ ասում եմ ինչա ձեռս չի կպնա, որ չի ստացվում։ Այսենց, հիմա այսօր ստեդի։ Կարևոր համեմունքն է։ Ձեռքս։ Սեր մի հատ կարտոֆիլ դնենք, որ միսը ուղիղ կանգնի։ Դե հա։ Եվ նորից էլի, ուրեմն ամեն առաջին ավելացնում ենք սող։ Այս ժողովուրդ ջան։ Պետքա որ ձեռքի աշխատանք ու էլ չեք մոռանում տրամադրությունը, պետքա որ լավ տրամադրությունով պատրաստեք, որ ձեր մոտ շատ լավ լինի։ Ու համոզված եմ, որ պատրաստեք մեզնից էլ լավ լինելու ձեր մոտ։ Այսպես։ Սոխը, կարտոֆիլը, այսպես արանքները։ Ասեք, որ գեղեցիկ է ստացվել։ Շատ։ Լոբին։ Եվ պղպեղը։ Ասա բիբար է, էլի ջել։ Բիբար։ Եվ վերջում, հա, պամիդորը ջել, մոռացել ենք։ Նորից, հա։ Այսպես պամիդորը վերջում, այսպես։ Աբսենտուրը ինձ ողջան։ Ուրեմն ժողովուրդ ջան, լոլիկ ավելացնելուց հետո պետք է համեմենք։ Ավելացնում ենք էլի աղ։ Բավական։ Կարմիր բիբար։ Եվ կարելի է մի փոքր սև բիբար ավելացնել։ Քանի որ էլի եմ կրկնում մռու է, մենք մռու չենք սիրում։ Ավելի ճիշտ ես սիրում եմ, երեխաները չեն սիրում։ Դա համար քիչ կավելացնենք։ Հաջորդը ուրեմն ավելացնում ենք կարակ, չէ՞ ջույլ։ Անպայման։ Ամբողջական։ Հա, ամբողջը դիր ողջան։ Բայց կտրտի փոքր մի քիչ արա կոբիկները։ Հա, որ շուտ հալի։ Անկյուններով տարած։ Վերցրա ջուլես։ Մեզ անհրաժեշտ է տոմատի մածուկը ջրով բացենք եւ ավելացնենք ճաշի մեջ։ Ավելացնում ենք 2 լավ ճաշի գտալ տոմատի մածուկ։ Քիչ էլ ավելացնենք, քանի որ կարմիր երեխաները սիրում են աղուրը։ Լավ խառնում ենք։ Կարող եմ մի քիչ էլ ջրի մեջ մի փոքր աղ ավելացնել, որ Կարելի է ջուլ։ կարելի է։ Մի քիչ էլ աղ ջրի մեջ ենք ավելացնում, մեր մոտի աղերը այնքան ալանի են։ Դե հա, կապ է Ոնց որ ստացվել։ համ չունենան։ Եվ ավելացնում ենք ճաշի մեջ։ Կարող ես անկյուններով տարածել ողջան։ Այստեղից թո ամբողջական ինքը հենց անգամից։ Ասեք, Այնքան ենք ջուր ավելացնում, որ միսը կեսը, մսի կեսը ծածկի։ Մեզ մոտ ճիշտ է լավ չէ՞ ողջան։ դե հա։ Հա։ Այսա ջուրը այսքան ենք ավելացնում, որ միսը մի քիչ ծածկի։ Քանի որ բանջարեղեններն էլ իրանց հյութը դուրս կտան, ինքը սոուսի նման է ստացվելու մեր մոտ։ Բեր հիշացնենք, որ կանաչին վերջում պետք է ավելացնենք, չէ՞։ Անպայման։ Ուրեմն դնում ենք պլիտայի վրա, ժողովուրդ ջան։ Կեֆի եւ կմիանանք ու ցույց կտանք ձեզի։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Մեր հենց ինչ հավեսին է էփե։
Այսպես մի հատ հավեսին յանիչնում ենք ցած։ Այ այսպես։ Ամեկ ինքը արդեն ոնց որ պետք է ինքը էփել է։ Ու ավելացնում ենք կանանչին։ Նորից էլի քթալի օգնության մի հատ յան։ Այ այսպես։ Եվ բերանը ծածկում ենք, թողում ենք 5 րոպե, 5 րոպե հետո սիրուն սեղանը գցենք եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Դե ներկայացա Ջուլիա։ Մեր համեղ ճաշը արդեն պատրաստ է։ Ասա որ շատ լավ է ստացվել ողջույն։ Դե հոտը լրիվ, հեսա մեր հարևանները կռիվ կանեն։ Սա ներկայացնենք, միսը ոնց է մեզ մոտ ստացվել։ Մի րոպե ողջան այսպես, հիմա գեղեցիկ տեղադրենք կարտոֆիլը։ Դա ոնց է։ Եփվել։ Բանջարեղեն, մի հատ էլ միս դնեմ, որ Դե։ գիտեմ, որ դու հավեսով կուտես։ Սա լոլիկ մի քիչ կարտոֆիլ։ Հերիքա, մի Ամենահամեղ մասը քո սիրած ողջան։ այս սոգնա շատ համով։ Շատ։ Հələ ժողովուրդ ջան, կխնդրեմ անպայման այդ մեկնաբանության մեջ անպայման գրեք։ Մեր մոտ շատ շքեղա չէ ստացվել։ Հիմա եկավ այն ամենաատվեստվնի ժամանակը ժողովուրդ ջան, որ հեսա պետքա փորձեմ։ Այ հիմա այսպես մի հատ յան բարձրացնենք։ Քանի որ տաք հա, բայց շատ համով է իրոքից։ Համով է չէ ողջան։ Իրոքից շատ համով է։ Հիմա այս նույն ձևի ժողովուրդ ջան, հիմա միսը նայում եք, չավեսին ինքը էփել է։ Հիմա այսպես ենք անում, լբրներ ջուր։ Եվ վայելում ենք, չէ ողջան, անուշել է։ Ինքը տաք է, բայց այս ձևի կարելի է փորձել։ Այսպես, այս լոբից, այ այսպես, այսպես ենք անամ ժողովուրդ ջան, ու դուք եք արագ այս ձև անեք, վերջում եմ հատ այսպես հավեսին, թաթախում ենք ու Համով է չէ ողջան։ Սա կնստենք ու ընտանիքով կվայելենք։ իրոքից շատ համով է։ Ինչ քիչ ջուր ենք ավելացրել, բայց էփելու ընթացքում բանջարեղենները, միսը, հյութը դուրս է տվել եւ շատ համեղ մեր մոտ սոուս է ստացվել։ Նա դες է սոկից փորձեմ։ Անուշարով։ Բա իրոքից։ Իսկ թվում է ջուր մեր մոտ ոչ թե ստացած, այ շատ լավ ստացվեց։ Հենց որ ժողովուրդ ջան, իսկ թվում է ամբողջը ցույց տվեցինք, թե ոնց ենք պատրաստում։ Էլի եմ կրկնում, էս իմ ամենասիրած պանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, հեսա մեր ընտանիքով երեխեքիս հետ միասին նստելու ենք, հավեսին վայելենք։ Դե գնացինք վայելելու։